Մայիս 2026 Միայն երկու կենդանակերպի նշաններ կստանան քարտ բլանշ 5 տարվա ընթացքում։ Աստղագուշակները բացատրում են, թե ինչպես օգտվել պահից։ Աստղագուշակները 2026 թվականի մայիսն անվանում են տեկտոնական տեղաշարժերի ամիս։ Մոլորակները դասավորվում են մի քանի տարին մեկ անգամ տեղի ունեցող կոնֆիգուրացիայով, ինչը երկու կենդանակերպի նշաններին հնարավորություն է տալիս վերաշարադրել իրենց կյանքը հաջորդ 5 տարիների համար։ Խոսքը ցուլի և երկվորյակների մասին է։ Նրանց համար մայիսը կսկսվի էներգիայի հզոր ակտիվացմամբ և կավարտվի տեղեկատվության և շրջապատի նկատմամբ լիակատար վերահսկողության շրջանով։ Զեն ալիքի հեղինակը, օգտագործելով մոլորակային տարանցումները, նորալուսինը ցուլում, Մերկուրին և Արևը երկվորյակներում, ինչպես նաև Մարսի և Վեներայի միացումը, բացատրում է, թե ինչպես օգտագործել այս երկու շաբաթները երկարաժամկետ փոփոխությունների համար։ Ցուլ. նշանի 4 մոլորակներ, հնգամյա պլանի մեկնարկային հարթակ։ 2026 թվականի մայիսի առաջին կեսը եզակի աստղագիտական երևույթ է ցուլի համար։ Նորալուսինը, Մարսը, Վեներան և Մերկուրին բոլորը միաժամանակ գտնվում են ցուլում։ Դա նման է ձեր բնակարանում հարվածային նվագախմբի ներխուժմանը, բարձր և քաոսային, բայց հենց այս աղմուկն է, որ ձեզ կարթնացնի տարիների քնից։ Նորալուսինը մայիսի սկզբին սահմանում է հաջորդ 5 տարիների օրակարգը։ Այս օրերին սկսվող ցանկացած գործ, նախագիծ, աշխատանքի փոփոխություն, խոշոր ֆինանսական ներդրում կայուն կզարգանա մինչև 2031 թվականը։ Մարսը ցուլի մեջ հազվագյուտ այսելու է։ Այն ցուլին տալիս է աննախադեպ արագություն և եռանդ։ Սովորական 7 անգամ չափիր նախքան խաղի փոխարեն դուք առանց վարանելու կկտրեք տաք երկաթը։ Սա իդեալական ժամանակ է աշխատավարձի բարձրացում պահանջելու, մրցույթ շահելու կամ սեփական բիզնեսը սկսելու համար։ Դուք կունենաք բավարար էներգիա երկուսի համար։ Վեներան, ցուլի կառավարիչը, իր նշանում պնդում է. ձեր արժեքները վերաիմաստավորվում են։ Եթե նախկինում աշխատում էիք անվճար, հիմա դժվար բանակցող կլինեք։ 2026 թվականի մայիսը այն պահն է, երբ դուք վերջապես կգնահատեք ձեր աշխատանքը և կհրաժարվեք զոհի դերից։ Մերկուրին ցուլի մեջ կշիռ է հաղորդում բառերին։ Դուք կդադարեք չափազանց մեղմ լինելուց։ Ձեր խոսքը կդառնա կոնկրետ, պահանջկոտ և համոզիչ։ Աստղագուշակի խորհուրդը ցուլի համար. մի վատնեք ձեր ժամանակը կենցաղային կոնֆլիկտների վրա։ Հարևաններ, բնակարանային գրասենյակ, հեռավոր ազգականներ։ Այս ամբողջ մոլորակային ուժը նախատեսված է ձեր կարիերայի, ֆինանսների և կարգավիճակի ինքնաճանաչման համար։ Նստեք մայիսի 1-ից 5-ը և գրեք. իմ նպատակները 2026-2031 թվականների համար։ Եկամուտ, բնակարան, մասնագիտական աճ։ Եվ սկսեք գործողություններ ձեռնարկել մայիսի առաջին շաբաթում։ Հետաձգումը 5 տարվա վատնում է։ Երկվորյակներ մայիսի կեսերից մինչև վերջ եթերային ոլորտ բարձրանալով։ Մինչ ցուլի հիմնական իրադարձությունները ամսվա սկզբին են, երկվորյակները մայիսի 17-ին մտնում են նշան։ Մինչ այդ դուք կարող եք զգալ մտավոր շփոթություն և հոգնածություն, մոլորակները վերադասավորվում են ձեր նշանի հետ։ Մայիսի 17-ին Մերկուրին, երկվորյակների կառավարիչը, մտնում է ձեր նշան։ Միացված է պարզության անջատիչը։ Ձեր մտքերը կառուցվածքավորված են, և դուք գտնում եք ամիսներ շարունակ ձեզ տանջող հարցերի պատասխանները։ Սա իդեալական ժամանակ է բանակցությունների, քննությունների, պայմանագրերի ստորագրման և ուսումը սկսելու համար։ Մայիսի 20-ին երկվորյակների համաստեղությունում գտնվող Արևը ձեզ դարձնում է ուշադրության կենտրոնում։ Ուր էլ որ գնաք, ձեր կարծիքը լսվում է։ Դուք տեսանելի եք դառնում ճիշտ մարդկանց համար։ Եթե դուք ունեք ստարտափ, բլոգ կամ հաղորդակցության մասնագետ, ձեր լսարանը և գործընկերները կսկսեն էքսպոնենցիալ աճել։ Մայիսի 28-ին երկվորյակների համաստեղություն եք նաև ցերերան, ռեսուրսների և խնամքի աստվածուհի։ Սա կարևոր պահ է։ Ձեր հաղորդակցման հմտությունները դառնում են իրական ակտիվ։
Համաձայնագրեր, գաղափարներ, կապեր, այս ամենը կսկսի գործնական դիվիդենտներ տալ։ Դուք կկարողանաք վաճառել այն, ինչ նախկինում անվճար տվել եք, կամ կազմել դաշինք, որը կփոխի ձեր մասնագիտական ուղղությունը։ Աստղագուշակի խորհուրդը երկվորյակների համար։ Մայիսի 17-ից 31-ը ընկած ժամանակահատվածը ձեր անձնական հնարավորությունների պատուհանն է։ Մի վատնեք այն դատարկ զրույցի և բամբասանքի վրա։ Յուրաքանչյուր զրույց, յուրաքանչյուր հաղորդագրություն, յուրաքանչյուր հանդիպում պետք է ունենա նպատակ։ Գրանցվեք դասընթացների, առաջարկեք համագործակցություն, գործարկեք ձեր սեփական փոդքասթը կամ առցանց նախագիծը։ Այս պահին ձեր խոսքը պարզապես դատարկություն չէ, այլ կոնկրետ արդյունք 5 տարվա հորիզոնի համար։ Ինչու են այս երկու նշանները և ինչով է սա տարբերվում ստանդարտ հորոսկոպներից։ Ստանդարտ ամսական կանխատեսումները կենտրոնանում են առօրյա մանրամասների վրա, սակայն 2026 թվականի մայիսը ամեն ինչ է, բացի առօրյայից։ 4 մոլորակների անցումը մեկ նշանի, ցուլ, միջով և հետագա 3 հիմնական մոլորակների դասավորությունը երկվորյակների մեջ ստեղծում է տիեզերական հարված։ Ցուլը ստանում է գործողության և փոփոխության էներգիան նյութական ոլորտում, մինչդեռ երկվորյակները վերահսկողություն են ձեռք բերում տեղեկատվական ցանցի նկատմամբ։ Մինչդեռ այլ տարիներին հնարավոր էր նստել, այստեղ պասիվությունը հավասարազոր է 5 տարվա հաջողությունից հրաժարվելուն։ Գործնական քայլեր ցուլի համար 2026 թվականի մայիսին։ Մայիսի 1-ից 5 սահմանեք ձեր ֆինանսական և կարիերայի նպատակները 5 տարվա համար։ Մայիսի 6-ից 15 ձեռնարկեք կոնկրետ գործողություններ, դիմեք պաշտոնի բարձրացման, սկսեք վերանորոգում, գրանցվեք որպես անհատ ձեռնարկատեր։ Օգտագործեք Մարսը ցուլի մեջ արագ որոշումներ կայացնելու համար։ Մի հետաձգեք ընտրություն կատարելը։ Գործնական քայլեր երկվորյակների համար 2026 թվականի մայիսին։ Մայիսի 17-ից 20 ավարտել հին առաջադրանքները, տեսակավորել տեղեկատվությունը և ստեղծել հաղորդակցման ուղիներ։ Մայիսի 21-ից 28 ձեռնարկել նախաձեռնություններ, հրապարակել բովանդակություն և բանակցել գործընկերային հարաբերությունների շուրջ։ Մայիսի 29-ից 31 գրավոր ձևակերպել համաձայնագրերը։ Երկվորյակների մեջ գտնվող ցերերան իրավաբանորեն ապահովում է հաջողությունը։ Ամփոփում 2026 թվականի մայիսը այն ամիսն է, երբ ցուլը և երկվորյակները կարող են վերակարգավորել իրենց կյանքը 5 տարով՝ գործողության, եռանդի և արժեքների վերագնահատման միջոցով։ Մայիսի առաջին կեսին երկվորյակներ ինտելեկտի, հաղորդակցության և ռեսուրսների համաձայնեցման միջոցով։ Մայիսի երկրորդ կեսին հետաձգումը կամ մանրուքների վրա կենտրոնանալը կփչացնի այս հնարավորությունների պատուհանը։ Աստղագուշակները խորհուրդ են տալիս. մայիսի առաջին օրերին կազմեք հնգամյա ծրագիր և գործեք առանց վարանելու։